Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն արդեն հրապարակված են, դրանք վիճարկելու փորձերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մերժված։ Դրանք չեն վիճարկվում նաև փողոցներում, հետընտրական ցնցումներ չեղան։ Սակայն ընտրությունների արդյունքներն ուշագրավ եզրակացությունների տեղիք են տալիս և դրանց մասին ենք Ազատության ուղիղ եթերում զրուցելու Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի և Անտարես մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Նախ հետընտրական ցնցումների վերաբերյալ Տիկին Թուխիկյան, ասում են, երբ են մարդիկ դուրս գալիս փողոց, երբ զգացողություն ունեն, որ իրենց ձայնը տեղ չի հասել, քվեարկել են մի ձևով, ստացել են ինչ-որ այլ բան, այսինքն երբ որ քվեարկության արդյունքները կեղծվել են, այն, որ հիմա մարդիկ փողոցներում չեն, նշանակում է արդյոք, որ այդ զգացողությունը չկա, որ ձայները կեղծված են։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ձայները ոչ թե կեղծված են սովորական սցենարով, այլ կատարելության հասած մի դիվային, այսպես, տեխնոլոգիա աշխատեց այս ընտրությունների ժամանակ, որը բերեց այն հետևանքին, որ թվացյալ համարյա թե ոչ մի կեղծիք չկա, բայց իրականում չկա ընտրություն, կա սոսկ քվեարկություն, վախեցած, կաշառված մարդկանց կողմից։ Քավլիցի ես չեմ կարող մեղադրել մեր հասարակությանը, բացառապես մեր հասարակությանը շերտին, որ գնաց այդ քայլին, գուցե չգիտակցելով թե ինչ է անում, որովհետև ինչ էլ որ տեղի է ունենում երկրում կամ մարդու հոգեբանության մեջ, վստահ եմ, որ մեղավորը իշխանություններն են։ Այս անգամ իսկապես սատանայական շատ հզոր մի մեքենա աշխատեց։ Վախեցած էին արդյոք, թե ովքեր էին մեղավորները, մենք այսօր այդ մասին կխոսենք, բայց մինչ այդ ուզում եմ մի մեջբերում անել սոցիալական ցանցերից արված գրառումից, որի հեղինակի համաձայնություն ունեմ, կոնգրեսի համակիրը լրագրող Գոհար Սիմոնյանն էր նշել, որ այս ընտրություններից, իսկ այն ցուցակի, որում դուք ներկայացված եք իբրև падգամավորության թեկնած ու ընդգրկված եք։ Այս ընտրություններից նրա առած հետևությունն այն է, նշել էր, որ ժողովուրդը ընտրել է ՀՀԿ-ին։ Կրկնում եմ, գրել էր Գոհար Սիմոնյանը, ընտրակաշառքով, հորեղբոր տղայի խաթր, վիրահատվել բուժվելու ակնկալիքով, թե աշխատանքը կորցնելու վախից ելնելով, բայց փաստն այն է, որ ինքը այդպես է ուզել։ Դա իր ընտրությունն է եղել։ Չէր խանգարի հիշել նաև, որ այս անգամ ծեծուզարդ չի եղել, մամուլը ատելության քարոզ չի տարել առանձնապես, խոշոր հաշվով լցոնումներ էլ չեն եղել, մեր իմացած ձևով ծովանկարչություն նույնպես չի եղել, բացակաների փոխարեն չեն քվեարկել, իսկ քվեախցում մարդիկ եղել են ազատ, ի տարբերություն նախկին թևեր ընկած խցիկներ մտցնելու համատարածությանը։ Ահա այս գիտակցումը փաստորեն հիմա բոլոր քաղաքական ուժերը, կարծես երևի ոչ միայն քաղաքական ուժերի համար, շատերի համար անակնկալ կա, չէ, որ կարող էին այս դժգոհության, իշխանությունից այս դժգոհության պայմաններում մարդիկ գնան ու ահա այս նախապայմանների բացակայության պարագայում ընտրել ՀՀԿ-ին։ Ձեզ համար անակնկալ չէին այսպիսի արդյունքները, պարոն Մարտիրոսյան։ 4+4+4 ֆորմատով, երբ որ քաղաքացիական հասարակությունը կուսակցությունների իսկ ամենաակտիվը կոնգրեսն էր, իդեմս Լևոն Սուրաբյանի, աշխատում էին, մենք այնպես էինք անում, որ հաջորդ ընտրությունը լինի բաց և նրա հաջորդ ընտրությունը լինի կառավարելի հասարակության կողմից, այսինքն այն ինչ որ պիտի լինի 2022 թվականին։ Ինչ տեղի ունեցավ, սա մեծ թուլացում է Հայաստանի բանակցություններում, Սերժ Սարգսյանը այս քայլով իրեն թուլացրեց, ինքը որպես բանակցային կողմ էապես թուլացրեց մեր դիրքերը, դա նշանակում է զիջումները պիտի լինեն ավելի շատ, քան կլինեին, եթե նորմալ ընտրություն անցկացնեին։ Ագահությունը սեփական այդ փոքրիկ։ Ներողություն եմ խնդրում ընդմիջելու համար, բայց երևի տեսել եք միջազգային կառույցների գնահատականը, չեմ խոսում ԵԺԿ-ի մասին, որ շնորհավորում է մաքուր հաղթանակի մասին, չեմ խոսում ԵԱԿԺՄԻԳ-ի եւ եվրոպական ընդհանրապես մի շարք կառույցների, որ ասում են լավ կազմակերպված էին եւ այլն։ Այս պարագայում դուք պնդում եք, որ իր դիրքերը թուլացել են։ Ես պնդում եմ, որ իր դիրքերը թուլացել են, քանի որ ընտրություններ չի կայացել։ Ինչ է տեղի ունեցել։ Առնվազն 400,000 ձայն եւ հեռուստադիտողը այսօր կարող է հետևի մեր բողոքին, մեր բողոքի բոլոր կետերին, որոնք որ ուղղել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ մեկ շաբաթից դա կլինի սահմանադրական դատարանում, այնուհետև եթե հանկարծ սահմանադրական դատարանը
չլսի մեզ, մենք կգնանք եվրոպական դատարան, որովհետև այս հենց այն ընտրություններն են, որի արդյունքները մարդու իրավունքների տիրույթում են, եւ մենք ի վերջո կհասնենք նրան, որ մեր մեծ պետությունը, որը կոչվում է Եվրոպա, նրա ատյանը, որին մենք միացել ենք, ես համոզված եմ, որ կստիպի մեր իշխանությանը, որ նա համապատասխան ուղղումներ կատարի ընտրական օրենսգրքի մեջ, որպեսզի քաղաքացին, հայաստանցին կարողանա իրացնի իր ընտրելու իրավունքը։ Ամենամեծ խնդիրը այն է, որ Հայաստանում հայաստանցին այս անգամ եւս չկարողացավ իրացնի իր ընտրական իրավունքը։ Եվ այստեղ ամենակարևորը իմ տեսանկյունից, որ 400,000 ձայն ավելագրված են, դրանք մեր կարծիքով կեղծ հասցեներում գրանցված առնվազն 110,000 քաղաքացի, այդ հասցեները չկան, այդ հասցեների տեղը այգիներ են կամ չգիտեմ փողոցի եզրեր են, ուտեղ ինչ որ կիսումներ է կատարվել եւ այլն, եւ ընդհանուր մեր հայտնաբերած այս պահին հայտնաբերած կեղծիքները, որ ես դեռ ընտրակաշարքից դուրս, ընտրակաշարքից, ադմինիստրատիվ ռեսուրսից եւ այնից դուրս կատարված կեղծիքները մոտ 400,000 են, սա արդեն նշանակում է, որ շատ կուսակցություններ, մեր մասին չի խոսքը, շատ կուսակցություններ կարող են հավակնել այլ ձայների, այլ դասավորության պարլամենտում, առնվազն, բայց ամենակարևորը այստեղ այն է, որ համակարգը, պետությունը, իշխանությունը, կառավարությունը մասնակցել են եւ կառավարել են այս կեղծիք։ Ձեր խոսքի մեջ արտասացիք մի շարք թեմաներ, որոնց հիմա շարունակության ընթացքում առավել հանգամանալից անդրադարձել են, բայց մինչև այդ անդրադառնանք Տիկին Թուղիկյանը ասում էր վախի մասին էր խոսում, հա։ Ես մի մեջբերում եմ ուզում անել սոցիալական ցանցերից եւ այսքանով կսահմանափակվենք։ Այս դեպքում ելք դաշինքի վստահված անձած լոռու համակարգողի խոսքը, որ ինքը նշել էր իր եզրակացությունների մեջ, չեն արձանագրել դեպք, երբ որևէ մեկին ուժեղ ծեծելով փող են հրամցրել։ Երբ որևէ մեկը չի ուզեցել, որ իրեն օգնել, ու ծեծելով իրեն օգնել են, որ ընտրի։ Երբ մարդը չէր ուզում ՀՀԿ-ին ընտրի, ու ստիպել են տեղամասում, որ ՀՀԿ ընտրի։ Չի եղել լցոնման դեպք, մեկի քվեաթերթիկները մյուսի վրա դնելու դեպք, քվեատուփի գողանալ ու տեղը այլ բան դնել։ Ինչի մասին եք խոսում, երբ որ դուք ասում եք, որ ժողովուրդը վախեցած էր։ Ես ինֆորմացիա, այսպես ասած, ունեմ, անշուշտ ես չեմ կարող փաստերով դա ներկայացնել, բայց ինֆորմացիա ունեմ, որ հատկապես գյուղական համայնքներում գյուղապետերի միջոցով տեղի է ունեցել բնակիչների, տվյալ տարածքի համայնքի բնակիչների, ուրեմն սպառնում ընտրել այսինչ կուսակցությանը, այլապես նրանք կզրկվեն բոլոր իրենց այդ տարական ուրեմն գոյություն պահպանելու հնարավորություններից։ Մանավանդ, եթե այդ աշխատողները, ասենք համայնք գյուղապետարանի աշխատողներ են, չգիտեմ ովքեր են։ Այսինքն այդ առումով վախը եղել է, մարդիկ վախեցել են դեմ գնալ իրենց համայնքապետին կամ իրենց շեֆին, վախը սա ես չեմ ասում, որ ծեծել ջարդել են։ Հոգեբանական տերորի մասին է խոսքը։ Ինչքան վախենան, որ ԲՀԿ-ից վերցնեն կաշառք եւ ստիպված լինեն ՀՀԿ-ից էլ վերցնեն կաշառք ու գնան ընտրեն ՀՀԿ-ին։ Այդ անունները կան, որ հիմա դուք փաստեր եք վկայակոչում, այդ մարդիկ բողոքել են հրապարակ, թե սա ուղղակի որ կաշառատուն կբողոքի։ Կաշառքի մասին ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն խոսենք։ Էլի երևի թե չկար որևէ քաղաքական ուժ, որ ինչ որ կերպ այդ քարոզչությունը չտաներ, որ եթե նույնիսկ ստիպված եք վերցնել կաշառք, ձևեր էին նույնիսկ տովորեցնում, հատուկ հոլովակ դրվեց շրջանառության մեջ, թե ինչպես կարելի է խաբել, հա, այդ մասին շատ ասում եմ, չկա գրեթե ոչ մի քաղաքական ուժ։ Եվ այս կապակցությամբ հետաքրքիր դիտարկում էր արել Թումանյանի անվան տեխնիկային թատրոնի գեղարվեստական Ռուբեն Բաբայանը, որը ասել էր, որ փաստ ուրեմն քիչ է, որ փողը վերցնել է անբարոյականություն է, երկրորդ քայլն էլ խաբելը պետք է լիներ։ Այսինքն բոլոր քաղաքական ուժերը ըստ էության գիտեին այս մասին, բայց չկարողացան կանխեուղ կամ ինչ-որ ձևով մարդկանց համոզել, որ սա քայլ չի, հասկացնել, բերել են գիտակցությանը, որ իրենց արածը ի վերջո քրեական հանցագործություն է։ Ինչու դա չհաջողվեց։ Ես իհարկե կողմնակից եմ, որ
իրավական տիրույթում խոսվի, բայց եկեք այս պահին անցնեմ պատվիրանների, այնտեղ խախտում էին մի գողացիր պատվիրանը, քանի որ կամ մի շնացիր ավելի շուտ պատվիրանը ու գնացին նրան, որ մի ստիրը պահեցին ու մի շնացիրը արեցին։ Իսկ կարծում եմ բոլորս տեսել ենք, հա, որ ամեն մարզային հանդիպումների, չէ, ինչի միայն մարզային, Երևանում էլ մարդիկ հանգիստ տեսախցիկների առաջ հայտնում էին կաշառք վերցնելու իրենց պատրաստակամության մասին։ Իրենք էին գնում շտաբներ եւ պատրաստակամություն էին կաշառք վերցնելու։ Եվ ոնց է այս, ինչ ասեմ, առեղծվածը բացատրում, որ նույն մարդիկ, ովքեր փաստորեն իրենց ձայնը վաճառելով ձևավորեցին այս իշխանությունը, հա, հիմնականում հենց այդ պատճառով, հենց հաջորդ օրը սկսեցին էլի դժգոհել իշխանությունից իրենց սոցիալական։ Գիտեք, ես կարծում եմ բավական մեծ տոկոս անմեղսունակության բան կա, այսպես ասած, մեր ուղեղներում, ցավոք սրտի մեր հասարակության մեջ, եւ նաեւ դեգրադացիա բարոյական սոսկալի աստիճանի, սոսկալի չափերի հասնող։ Ես էլ եմ ասում, որ այս աստիճանի հասցրել են մեր բնակիչներին, մեր ժողովրդին։ Հիմա բնակիչ հենց այնպես չեկա, որովհետև այս քվեարկությունից հետո, որտեղ իսկապես ընտրություն անվանել չի կարելի, այս քվեարկությունից հետո ես կարծում եմ արդեն Հայաստանում քաղաքացիներ չկան, այսինքն քաղաքացիներ կան, չէ, քաղաքացիները այդ 7-78 պլյուս այն ուժերը, որոնք չանցան։ Ես չգիտեմ ինչքան են հանրագումարը նրանց, բայց այդքան են քաղաքացիները։ Մյուսները դարձել են պարզապես ազգաբնակչություն, որոնց հետ կարելի է որևէ կերպ վարվել, նվաստացնել մինչև, այսինքն արդեն, ես չգիտեմ էլ տեղ կա թե չէ, իսկ բողոքում են, որտեվ այդ մարդիկ ընդհանրապես չեն տեսնում պատճառը հետևանքային կապ իրենց կյանքի իրենց վաճառված ձայնի եւ որ իրենք են դա արել եւ հիմա իրենք վայելում են այդ հետ այստեղ համաձայն չեմ, դարձել են գրավորական տարբերակընտրեի, դարձրել են։ Ես չեմ մեղադրում հայաստանցիներին, ես մեղադրում եմ իշխանություններին։ Իհարկե ինձ, որ այսքան պայքարում է տարիներ շարունակ, կարան տանեն բանտ կամ չգիտեմ մի անապատ, անջուր պահեն երկար ժամանակ եւ անգամ եթե թույն տան հեղուկ, ես այդ թույնը կընդունեմ, որովհետեւ ծարավ եմ։ Հիմա չի կարելի նսեմացնել, կեղեքել, սպանել, սատկացնել ու հետո ասել, որ դու չարեցիր այն, ինչ որ կաներ ազատ եվրոպացին։ Հայաստանցին ազատ չէր, հայաստանցին իսկ այդ ազատությունը պետք է լինի նաև ֆինանսական ազատություն, հնարավորությունների ազատություն, այդ ազատություն չի, երբ որ դու սոված ես, սոված ազատ չի լինի։ Եվ բանը արդյունքներից էլ ասում եք լրակյաց ընդունեցին, որ հանրապետականը հաղթեց։ Բացարձակ այդպես չի եւ այսօր սեկողներ չեն եղել, դա փաստորեն։ Հիմա ես ցույց տամ, ամենավառ օրինակը օպերայի ռեստորանի օրինակն է։ Եթե այսքան բողոք կա օպերայի ռեստորանից, ոնց ընդամենը 1 օր հետո շռնդալի հաղթանակից կաբինետի անդամը առաջարկ է անում եւ հասարակությունը չի ընդունում։ Բա ուր է այդ լեգիտիմությունը։ Իսկ հակադարձ հարցը տամ, ընտրություններից 2 օր հետո ռեստորանի մասին են խոսում, այլ ոչ ընտրությունների։ Չէ, ռեստորանի մասին են խոսում, որովհետեւ իշխանությունը չունի այդ լեգիտիմությունը, հենց այդ պատճառով էլ 91 թվականին մեզ ասում էին պետք է այսքան ժամանակ սոված ծարավնու կամ դժվարություններ անեք, մութ լինի, լույս չլինի եւ այլն, ցուրտ լինի ու մենք դիմագրավեցինք այդ ամեն ինչին, որովհետեւ մենք ունեինք համերաշխություն մեր իշխանության հետ այդ ժամանակվա։ Այսօր մենք չենք վստահում ամեն անգամ ամեն այդ ցիվիլ քայլին, որ ուզում են օպերայի շենքը խելքի բերեն։ Մենք այնքան ուր է այդ բանը ընտրության արդյունքը։ Հեսա դուք ինքներդ ցույց տվեցիք, որ դուք օրինակարգ չեք։ Բայց ներողություն, բայց մեր ուժը ոնց որ թե պատում է մեր հասարակության ուժը պատում է միայն ռեստորանների դեմ բողոքելու։ Այն դեպքում, երբ որ այո, եւ այն դեպքում, երբ որ դեռ չգիտենք դա ինչքանով
պատշաճ է, ինչքանով պատշաճ չի, այսինքն մենք այդ մեր առաջին ընդվզումը օպերա, ռեստորան, չէ, բայց երբեք չենք մտածել օպերա ու այն ահավոր վիճակը, որ այնտեղ կա։ Սա իհարկե հարցի մյուս կողմն է։ Այս այլ թեմա է, բայց վերադառնալով թվերին, որի մասին Տիկին Թուխիկյանը խոսում էր, մի ուրիշ հետաքրքիր թիվ կա, հա, 39.14% ընդհանուր ընտրողների չի մասնակցել ընտրություններին։ Ինչի այսպես ասած վկայությունն է սա։ Այս մարդիկ իրենք հիասթափված են, հույս չունեն, որ իրենց կյանքում ինչ-որ բան է փոխելու, ընտրություն այլ տարբերակ։ Ես կարծում եմ, դուք չէիք կարող ուրիշ տվյալ բերել, որովհետև մեզ իշխանությունը ասել է իբր այսքան է, դուք էլ բարձրաօգտվում եք իշխանության տվյալից։ Իսկ եթե հաշվի առնեք, որ այդ կեղծ հասցեներում ապրող, ուղղորդված քվեարկող եւ այլն, մենք հստակ ունենանք այլ թիվ, որ միգուցե այս տոկոսը ոչ թե 39 կամ մոտ 40 է, այլ մոտավորապես 60 է կամ 80 է։ Մենք այդ չենք տեսել, մենք այդ չգիտենք, մեզ խաբել են։ Հիմա կեղծ 50,000-անոցն է ավելի թանկ, թե կեղծ 1000 դրամանոցը։ Կեղծ է երկուսն։ Կարծում եք իրականում չմասնակցածների թիվը հաստատ ավելին է։ Ես չգիտեմ։ Ես կարծում եմ, որ մենք չգիտենք ինչքան է մասնակցածների թիվը, ինչքան է չմասնակցածների թիվը, քանի որ տեսեք, մենակ են, որ մենք տեսանք, որ այս աճկակապությունից հիշում եք, որ ընդամենը այն անձնագրերն են, որոնք մինչև 2007 թվականն էին տրված, այդ անձնագրերի համարներն էր գրած բանում։ Մնացածը ինչի չէր գրված, որովհետև այս նույն անձնագրով այս մարդը կգնար այս ընտրատարածքում կքվեարկեր, հետո գնար այն մյուսում կքվեարկեր։ Ով ասեց, որ այդ ամեն ինչը միացրած էր բազային, ընդհանուր բազային ու ոչ թե ընտրատարածքին։ Ով ասեց, որ այս կտրոնը տպում էր, այդ կտրոնը ինչի չի փակցվել ընդհանուր ցուցակին եւ մնացել, որպեսզի կարողանանք ստուգենք, որովհետեւ այս կտրոնը իշխանության ձեռքին է, իսկ իշխանությունը ինչի չտվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, երբ որ դիմեց քաղաքացի դիտորդի կամ կոնգրեսը ԺԿ-ի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ինչի չտվեցին իրան, որովհետեւ այդտեղ էր կեղծիք։ Հիմա խոսել կեղծ թվերի դաշտից ու բերել ինչ-որ թիվ, մենք չենք կարող ասել, որ սա ինչքան է, կարող է սա 20% է, կարող է 60%, 80%։ Հարցն է, որ առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք կարող ենք այդ հարցի պատասխանը տալ եւ այստեղ ուզում եմ մեջբերել առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքից, որ ինքն ասել էր շնորհիվ Եվրոպական միության, կարծում եմ Հայաստանի անկախ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք հնարավորություն ուսումնասիրելու քվեարկության ընթացքում հավաքված բոլոր ապացույցները, հնարավորություն ունենք վերլուծելու գրանցված ընտրողների ցուցակը, հնարավորություն ունենք ուսումնասիրելու տեսախցիկների արած տեսագրությունները, ունենք հնարավորություն ուսումնասիրելու մնացած բոլոր վկայությունները, ներառյալ նրանք, որոնք հավաքվել են միջազգային քաղաքացիական հասարակության աննախադեպ մեծ թվով դիտորդների կողմից եւ ժամանակներս նրա ունենալ ամբողջական պատկեր առ այն, թե ինչ է տեղի ունեցել առաջ եւ ընտրությունների օրը։ Սակայն այդ մենք տեսնում ենք, որ այս աշխատանքը տեսախցիկների արձանագրումները ուսումնասիրել հրապարակված ցուցակների եւ իրական մասնակցության գուցե մեծածավալության պատճառով սահմանափակ ժամանակի ընթացքում, բայց չնայած սրա համար այսքան կռիվ էին տալիս բոլոր գրեթե քաղաքական ուժերը, այսօր ամբողջությամբ որևէ մեկը չի արել։ Ինչու՞։ Գիտեք, ի սկզբանե ասացի, որ սա շատ լավ բացառիկ հանճարով իրականացրած ուրեմն գործառույթ էր։ Հանճարին Այո, ես դրա համար սկզբից նեռը ասեցի, սատանա դիվային, սա իսկապես այդպիսի մի բան էր, սեփական, այսինքն պետության եւ ժողովրդի նկատմամբ այսպես վարվել չի կարող բանական մարդը եւ ընդհանրապես պետության նկատմամբ որևէ հարգանք պատկառանք ունեցող մարդը, այսինքն, չգիտեմ, կուսակցությունը կամ այդպես վարվել։ Ես մի բան կարող եմ ենթադրել, որ այս ամենը արվել է մեկ նպատակով։ Հայաստանում կա անօրինական ճանապարհով կուտակած հարստություն։ Մի քանի տասնյակների ձեռքը դրանք անօրինական եւ հանցավոր ճանապարհով կուտակված կապիտալ է։ Այս կապիտալի պահպանման եւ բանտերում չհայտնվելու ուրեմն խնդիրը դրված է։
բոլոր ընտրությունների ժամանակ ըստ էության։ Հիմա ոնց որ ինչ որ մի բան էր փոխվում եւ հիմա շատ ավելի հզոր ուրեմն գործիքներով դա պետք է կասեցվեր։ Անօրինական կապիտալի պահպանման հարցն է։ Այդ կապիտալի պահպանման համար այդ մարդիկ չեն խորշում անգամ իրենց զավակներին վաճառել։ Իրենց զավակներին վաճառում են իրենց բարեկամի զավակին, որպեսզի այդ կապիտալը մնա այդ գետոյական, այդ կլանային, այդ ցեղային տիրույթում եւ իրենք պահպանեն իրենց գոյությունը։ Պարոն Մարտիրոսյան, դուք քիչ առաջ վկայակոչեցիք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոնգրեսը ԺԿ դաշինքի դիմում, մենք հիմա դրան էլ կանդրադառնանք, բայց մինչ այդ եթե դուք հետևել եք Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի դիմումի ճակատագիրը, որը նույնպես մերժվեց, հիշեցնեմ, իրենք պահանջում էին մեկ ընդհանուր բազայում միավորել ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ տեղամասերում հատուկ սարքերով ստացած մատնահետքերը եւ ի պատասխան Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ Հայաստանի օրենսդրության այս փոփոխություններով քաղաքական ուժերը կարող էին ստուգել եւ ընտրացուցակները էլի նույն բանի ինչ որ ասում է Սվիտալկին եւ ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգի աշխատանքը։ Տեխնացու ուժերի համար այդ ծրագրային ապահովման կոդերը բաց էին, բայց 9 ուժերից դրանց ծանոթանալու ցանկությունը հայտնել միայն 3-ը։ Դուք փաստեր չեք ներկայացնում, ասել էր նա, միայն մտահոգություն։ Այս ամբողջի մեջ դուք այնուամենայնիվ չեք տեսնում ոչ բավարար աշխատանք դիմադիր ուժերի կողմից հիմնավոր փաստեր ներկայացնելու համար ընտրություններում տեղ գտած խախտումների մասով։ Ես անգամ այս ծրագրի մասին կարող եմ ասել։ Ծրագիրը կառուցած է այնպես, որ մաքուր ծրագիրը, որը որ նաև այլ պետությունների համար է ծառայել, ոչ մի խնդիր չի պարունակում, բայց այդ ծրագիրը կախված է բազաների հետ։ Եվ մեզ տվել են ծրագիրը ու չեն տվել բազաները։ Այնինչ ցանկացած ծրագրավորող կասի, եթե դու բազայի ստրուկտուրան չգիտես, դու չես կարող հասկանալ, թե այս ծրագիրը խարդախ է աշխատում, թե արդար է աշխատում։ Ու քանի դեռ բազաները տրված չեն, իսկ դա հստակ ուրեմն օրենքի խախտում է, եթե պայմանավորվածություն կար կամ պայմանավորվածության խախտում է քաղաքական, եթե պետք է տային ծրագիր, նշանակում է պետք է տային գոնե դատարկ բազաները ու այդ բազաներին դիմելու հնարավորությունը չեն տվել։ Բայց ես չեմ համաձայնվում նրա հետ, որ ոչ մեկ գործ չի արել։ Եվ քաղաքացի դիտորդը ահռելի մեծ աշխատանք է տարել եւ այսօր կոնգրեսում կատարվում է ահռելի մեծ աշխատանք, թե ուսումնասիրության այդ վիդեոնյութերի, թե այլ աշխատանքներ իդենտիֆիկացիայի, կեղծ ստորագրությունների, այն երևույթների, որ բնակարանի վրա գրանցված են երկու հոգանոց, երկու բնակիչ ունեցող բնակարանի վրա եւս երկու հոգի գրանցված են ու նրանցից մեկը եկել ընտրության ընտրել է։ Ներողություն, պարոն Մարտիրոսյան, այդ պարագայում ինչպես եք բացատրում այն, երբ որ շաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում Տիգրան էլի նույն փաստարկը, ինչ որ դուք այստեղ վկայակոչում եք, դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը էլի ասաց, որ հազարավոր մարդիկ գրանցվել են գոյություն չունեցող հասցեներում, Տիգրան Մուկուչյանը իրեն խնդրեց մի քանի հասցե նշելով, որ ոչ իր խոսքում, ոչ էլ դիմումում այդպիսի հասցե արձանագրված չկա, Եգորյանը ասաց, որ այդ բոլոր հասցեները չենք ներկայացրել դիմում մեջ, քանի որ այդ հասցեները դուրս են բերել ոստիկանության կողմից պաշտոնապես հրապարակված ընտրողների ցուցակներից։ Այսինքն այդ ինչի մասին որ դուք ասում եք, որ երկու ցուցակներ իրար չեն համապատասխանում անգամ։ Տեսեք, երբ որ մենք գնացել ենք ընտրելու եւ այդ գրանց համատյաններում, որտեղ որ մենք ստորագրել ենք ու այն ինչ որ էս սարքերն էին հանում, այդ ցուցակները անգամ մեկը մյուսին չեն համապատասխանել, այնտեղ թվային տարբերություններ կա ու յուրաքանչյուր ընտրատարածքում այդ թվային տարբերությունները կան։ Գիտեք, այս աճպարարության մենք թե սահմանադրական դատարանում, թե եվրոպական դատարանում շատ ավելի պատշաճ ատյանների կներկայացնենք եւ հուսով ենք, որ այն ինչ որ երեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է ասել, տարի հետո կընչի մի ետում, հա։ Հիմա դա շատ կարևոր գործընթաց է, որpիսի մենք առաջի անգամ ունենք հումք, որի վրա պիտի աշխատենք։ 2000 թվականից մինչ այսօր թաքցրած է եղել այս հումքը եւ այս հումքը մենք երբ որ կբացահայտենք այն ինչ որ ասել է դեսպան Սվիտասկին բոլոր տարերի հետ համաձայն եմ ինչ որ ասել է ինքս կստորագրեմ յուրաքանչյուրի տակ եւ այս գործընթացով մենք կհայտնաբերենք բոլոր այն գալատները որ արել է իշխանությունը կբացահայտենք ցույց կտանք հասարակությանը որ այս իշխանությունը անօրինական է որ այս իշխանությունը նույն ձևի խափում է թե իբր դուք չկաք այդքան որ դուք
ընտրեք, ասում է, որ իբր մենք արժանի ենք, որ իրանք մեզ իշխեն, բացարձակ այդպիսի բան չկա։ Իշխանությունը բռնաբարել է ժողովրդին եւ ասում է, որ նա կույս չի։ Չի կարելի։ Սա հանցանք է Աստծո առջև։ Չկա տենց բան։ Ամեն անգամ, երբ որ հյուրերը մոտավորապես նույն դիրքորոշում ունեցող մարդիկ են, ես միշտ իմ պարտքն եմ համարում հակադարձ տեսակետներ հնչեցնել եւ դրանով է պայմանավորված, որ ես այսքան շատ եմ մեջբերում իշխանության ներկայացուցիչների խոսքը եւ այս թեմայով մի մեջբերում էլ կանեմ ու կանցնենք այլ հարցերի։ Էլի կոնգրես ՀԺԿ դաշինքի դիմումի հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում է, որ իրենց այստեղ դիմում նշված փաստերը վերաբերում են միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13%-ին։ Եվ դիմումում որոշ դեպքերում հստակ նշված չեն այդ տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին, եւ դիմումինքից ներկայացված չի նրա որևէ պատշաճ ապացույց, այն զուրկ է իրավական հիմնավորումներից։ Ձեր կանխատեսումը, արդյոք եթե այսպիսի փաստական բազայով շարունակվի, եթե իրոք չլրացվի, ինչի մասին խոստանում է պարոն Մարտիրոսյանը, ահա այս հնարավոր է որևէ հիմք հույս ունենալ, որ սահմանադրական դատարանում հնարավոր կլինի գոնե հանրությանը առջև ցույց տալ, հիմնավոր ձևով ցույց տալ, փաստական ապացույցներով այս ընտրությունների, այդ ձեր նշած գնահատականների համապատասխանող բնույթը։ Այսինքն, որ սահմանադրական դատարանում հնչեն այն ապացույցները, որոնց բացակայությունը այս ԿՀ-ում այս վկայակոչվում էր։ Ճիշտ ասած, պարոն Մարտիրոսյանը, քանի որ պատգամավորության տեխնացու էր եւ կուսակցության, այսինքն ինքը ավելի խոհանոց է ներքին գիտի, եթե այդ ամեն դեպքում եթե նույնիսկ այդ փաստարկները, փաստերը, այդ հասցեները, մասցեները ինչ որ հիմա այս պահին Մուկուչյանին չի ներկայացվի այնտեղ, ես չեմ կարծում, որ սահմանադրական դատարանում ինչ որ մի բանի կհասնեն, որտեղ սա նույն մեքենայի, նույն սահմանադրական դատարան, նույն մեքենան է 2013-ին եւ այլն։ Բայց դիմել անպայման պետք է։ Այդ քայլերը անպատճառ պետք է արվեն, թեպետ արդեն գիտես ինչ պատասխան կլինի, որտեղ նույն ձեռագիրն է, այսինքն նույն ինչ ասեմ, ուղղակի չեմ ուզում այս ավակ շաբաթ պիղծ բաներ արտաբերեմ, կներեք, ամեն դեպքում պետք է աշխատել եւ այդ քայլերն անել։ Մի վերջում խոսենք քաղաքական գնահատականների մասին։ Մի փաստ ասեմ, էլի։ Հիմա տեսեք, այդքան ընտրատարածքներ կար ու յուրաքանչյուրս գնացել ենք ընտրատարածքում ընտրել։ Ընտրատարածքից հետո ընտրատեղամասում ներողություն, ընտրատեղամասերում մենք գնացել ենք ընտրելու։ Ընտրատեղամասից հետո այս բոլոր նյութերը փաթեթների մեջ զմրսված պիտի գան ընտրատարածք։ Եվ այդ բոլոր ընտրատարածքներից արդեն նոր ԿՀ։ Հիմա այս ընտրատարածքներում դիտորդների չեն թողել, որ աշխատի։ Հաջորդ օրը ժամը 12-ից սկսած դիտորդներին թույլ չեն տվել։ Տեղական միջազգային։ Ոչ տեղական, ոչ միջազգային։ Միջազգային դիտորդներին հնարավոր է թույլ չտալ։ Դե հիմա Հայաստանում հնարավոր է, անգամ հենց հիմա քրեական գործ կա հարուցված, երբ որ միջազգային դիտորդը ուզեցել է մտնի քրեակատարողական հիմնարկ, նրան ասել են, որ չէ, որովհետև սա քրեակատարողական հիմնարկ է, բայց նա ունեցել է այնպիսի կարգավիճակ, որ կարար ցանկացած պահի ցանկացած քրեակատարողական հիմնարկ։ Եվ հիմա բանը հարուցված է քրեական գործ։ Բայց սրա մասին չի խոսքը, որ բոլոր ընտրատարածքներում ինչի չեն թողել հաջորդ օրը ժամը 12-ից հետո, որ դիտորդը լինի։ Ով ասեց, որ դիտորդը պիտի չլինի կամ ու բոլոր ընտրատարածքների բոլոր դիտորդներին դուրս են հրավիրել։ Խնդրեմ։ Կասկածի տեղ կա։ Իհարկե։ Ինչը պիտի անեիք, որ մեզ չէիք թողում, մեր դիտորդներին չէիք թողում, միջազգային դիտորդներին չէիք թողում։ Խնդրեմ, եւ այս որ ամեն ինչը համակարգված է, որ բոլոր տեղերում ստացել են նույն տիպի մերժման թղթեր, նույն տիպի բլանկներ, ընտրությունները պիտի կազմակերպեր կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչեցյալ անկախ մարմինը։ Ընտրությունները կազմակերպել է Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Այստեղ խնդրեմ կա, երբ որ դու հավակնում ես լինել այստեղ, իսկ եւ ինքդ ես կազմակերպիչ, խնդիր կա։ Ճիշտ տեղն է խոսել քաղաքական գնահատականների մասին։ Այն կուսակցության դուրս մնալու կապակցությամբ, որի ցուցակով մասնակցում էր ընտրություններին Բարդոն Մարտիրոսյանը, շատ էին կանխատեսումներ ընտրություններից առաջ, որ քվեարկությունից առաջ, որ Կոնգրես ՀԺԿ դաշինքը դուրս չի մնա եւ իր խաղաղության քարոզի դիմաց, այսպես ասած, իշխանությունը կապահովի նրա մուտքը խորհրդարան։ Ինչի մենակ է, որ 2 միլիոն, թե 6 միլիոն էլ Տեր-Պետրոսյանին են տարել, փող տվել եւ 8-9 տեղ խոսք են տվել, որ մեր падգամավորները կլինի, հիմա բարձ եկավ։ Հիմա այլ բացատրություն են ներկայացնում, որ սա, այսպես ասած, հակառակ բանը։ որ սա ուղերձ է դարձավ, որ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանում պատրաստ չեն այսպես կոչված անվտանգության գոտու վերադարձին։ Դուք այդ ուղերձը տեսնում եք, թե Ես տեսնում եմ որևէ ուղերձ ճիշտ ասած չեմ տեսնում, ես տեսնում եմ ընտրողների կամ պոտենցիալ ընտրողների կամքի վրա բռնացում, ուրիշ ոչ մի բան, եղել է բռնացում կամքի վրա, որևէ կամ արտահայտություն, այսինքն այդ մեծ մասի վերաբերյալ չկա։ Վերջին հարցը, հա։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ բոլոր են ցեխը մեր վրա շպրտված, պետք է եթե այդ մարդիկ իրենց հարգում են, պետք է հատառհատ գան ներողություն խնդրեն։ 2 հոգի խնդրել են իմ ընկերներից, ովքեր որ նույնպես կասկածում էին այն ուժին եւ այդ ուժի ղեկավարին, որ մենք երբեք բոլոր վտանգավոր պահերին կոնգրեսը եղել է պետության մեջքին, իսկ պետության ղեկին իշխանությունն է, ուրեմն նաև իշխանության մեջքին, բայց սա պետության համար վտանգավոր պահերին։ Ու ամեն մեկը ցավոք իր արշինով էր չափում, որ եթե դու գնում ես մյուսին օգնության, կապ չունի նա քո թշնամին է, քո բարեկամն է, ուրեմն դիմաց ինչ որ բան պիտի ստանաս, ու այդ ստանալը չի կարա լինի վեհ, որ Հայաստանը ստանա այդ բանը, դու պիտի անպայման այս ամեն մարդ իր սեփական արշինով չափելու։ Ով որ ասում է, ես նեղանում եմ ու սկսում եմ իր հետ շփվել, որովհետև հասկանում եմ, որ այս մարդը այլ համակարգից է։ Վերջին հարցը, հա, թերևս ակնարկելով երկդաշինքին, որը բոլորն են արձանագրում, որ այնուամենայնիվ բավական համակարգված աշխատանք տարավ եւ ավելի ստեղծարար էր իրենց քարոզչություն եւ այլն, թերևս առաջին լրատվական էլի տված հարցազրույցում վերլուծաբան Էդգար Վարդանյանը ասել էր, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ օրինական ճանապարհով եղած ինստիտուտի միջոցով հնարավոր է փոփոխությունների հասնել։ Այսինքն, եթե մարդիկ ունեն կամք, ունեն ցանկություն, բարձր քաղաքացիական գիտակցություն եւ որոշակի քաջություն, կարող են իրենց ձայնը բարձրացնել, կարող են գնալ եւ ազատ քվեարկել եւ ամենակարևորը կարող են արձանագրել իրենց կամարտահայտությունը։ Մենք ունենք ընդդիմադիր ուժի օգտին քվեարկած մեծաքանակ ձայներ, որոնք չեն գողացվել, սա նշանակում է, որ եթե աշխատանք տարվի, այսինքն եթե ընդդիմադիր քաղաքական վերնախավը կարողանա անլայնել ազատ անկաշկադ քաղաքացիական գիտակցություն ունեցող հանրույթի չափաբաժինը, արդեն հնարավոր կլինի այս միջավայրում արձանագրել ցանկացած արդյունք։ Ձեր բոլոր նախընթաց պատասխանները ինձ ենթադրել են տալիս, որ ձեր պատասխանը ոչ է լինելու, որ սա այս ամենը հնարավոր չէ։ Գիտեք ինչ, նախորդ թիմ ընտրություններում Վանաձոր, Գյումրի տեղի ունեցավ հետաքրքիր մի բան, չէ՞։ Ուրիշ, բայց հետո տեսեք ինչպես շրջվեց այդ պատմությունը։ Հիմա ես ենթադրում եմ, որ ելքդաշինքը շատ ավելին կհավաքեր ձայն, որովհետև իր համագիրները իսկապես շատ էին եւ քարոզարշավի ոճը բավական հրապուրիչ էր ըստ երևույթին։ Իսկ թե ընտրությունների միջոցով ինչ որ բան հնարավոր կլինի փոխել, դա մեր երազանքն է, բայց քանի որ ընտրություն չի եղել է քվեարկություն, բացի այդ 78 պլյուս այն ուժերը, որոնք չեն անցել, ուրեմն այսօր ընտրության մասին կամ ընտրության միջոցով ինչ որ բան փոխելու մասին խոսելը շատ վաղ է։ Հիմա ինչ կարողանա անել այդ 9 մանդատով ելքդաշինքը, պարզ է, որ իսկ 3-ը փաստորեն մեկ թիմ է, ակնհայտորեն եւ 9 հոգի, չգիտեմ, սա Եվ ամփոփենք արդեն։ Ես
Չեմ ուզում խոսեմ, քանի որ մենք շատ քիչ ձայն ենք ստացել 25000 կեղծված ընտրություններում 25000 քվե ենք ստացել եւ ինչ էլ ասեմ ելքի իմ կարծիքով ելքը ստացել է մոտ մի 5% ու իսկապես մարդիկ գնացել են ելքին ընտրել Սակայն, այո, ես ունեմ նաև տվյալներ, որ թաղի խուժանին ստիպել են բացի 6-ը նաև մեկը ընտրեցնել տալ։ Ցավում եմ, որ այսպիսի բան էլ կա, ելքի վրա ցեխ են շպրտել, որ հետո չի մարսվի, ափսոս։ Պիտի ելքը խուսափեր այս բաներից եւ ինքը այլ օրինական ձևերով ստանար իր տոկոսները ու ես առաջինը կլինեի, որ կշնորհավորեր։ Մեր մասին, որ ասում են, որ 25000 ձայն եք ստացել, իբր 1.5% եք ստացել եւ այլն։ Տեր-Պետրոսյանը կոնգրեսին եւ մի հատ էլ ՀԺԿ-ն ինքնահրկիզեց եւ մենք հրկիզելով այս լույսը ցույց տալով Հայաստանին, ասեցինք, որ Հայաստանը վտանգի առաջ է կանգնած։ Ժողովուրդ ընտրությունները չի խնդիրը։ Տեր-Պետրոսյանը հերոստահաղորդման ժամանակ ասեց, որ մենք շատ մեծ հնարավորություն որ չանցնենք պարլամենտ եւ մենք եկել ենք այլ խնդիր լուծելու։ Հայաստանը ծանր հանգրվանի առջև է եւ մենք պիտի Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծենք։ Այն կոնֆլիկտը, որ պատճառն է, արմատն է մնացած բոլոր ցավերի, որը որ տեսնում ենք Հայաստանում եւ կոռուպցիայի եւ այն այլանդակությունների, որոնք որ տեսնում ենք եւ իշխանության դիրքը չարաշահելու եւ օրենքները առանց մարդկանց փոխելու, ես սահմանադրության խեղաթյուրման մասին եմ խոսում եւ հիմար օրենքներ ընդունելու։ Մենք պիտի լուծենք Ղարաբաղյան կոնֆլիկտը, որպեսզի կարողանանք լուծել մեր այլ խնդիրները։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին Անտարես Մեդիա Հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։ Զրույցը վարեց Աննա Իսրայելյանը։